Ողջույն բոլորին, ես նայեք ինչ տեսարանով եմ սկսում վլոգը, ուրեմն ես բետոն, մի հատ ալիք էր մտել, ռուսներ էին Մեքսիկայում և փորձարկում էին մեքսիկական խմորեղեններ ու մեկ էլ բետոն տեղից կոֆեն է պակասում, յանի խմորեղենը կատանը, հատ է կոֆեն է պակասում, ասի ինձ չուղարկես հանկարծ խմորեղեն առնելու ու մտածեցի ավելի լավ է ես թխեմ, քանց թե մի հատ է փոխվեմ, մի հատ տենց ինձ կարգի բերեմ, գնամ խմորեղենի խանութ ու բացի այդ տենց գիտենք, որ շատ չեմ ուզում գնաց դրսի խմորեղեն ուտի, որոշեցի, որ ռուլետ սարքեմ, տենց, հիմա էսի նոր հանեցի, ուղղակի իրա մեջ ելակի ջեմ եմ քսելու, փաթաթելու եմ, այդքանը։ Ես այստեղ թուղթը պոկում եմ, մի քիչ սխալ եմ արել, ես մտածեցի, չի կպչի, բայց ձեզ չեմ քսել թղթի վրա, բայց ոչինչ, փաթաթելու ենք 2 րոպեան պրծնելու է էսի։ Իշտը մի քիչ լավ չի, բայց կպելատակից, բայց ոչինչ։ Okay, ուրեմն մի հատ բան եմ ուզում պատմեմ, այս ռուլետի հետ կապված։ Եվ որ մենք փոքր էինք, ես ու եղբայրս, այս մաման եւ մի բան ենք ուզում թխենք, ուտենք, տենց խմորեղեն, մամաս միշտ ռուլետ էր սարքում։ Չգիտեմ ինչի, տենց իրա դուրը գալիս էր, ես տենց փոխում եմ, լավ ոչինչ։ Հետո ինքան է ռուլետ սարքեր, արդեն ռուլետի անունը լսելով սենց արդեն գժվում էինք, ես մամ ուրիշ բան սարքել է, դրա փոխարեն չգիտեմ, բիսկվիտ գոնե, նույն խմորն է համարյա, բիսկվիտի խմոր ես էլի անում, կարելի ասել, մի խոսքը, ու իրոք էլի, օրինակ ասենք, հենց ասում ենք մի բան թխի, մաման ռուլետ, կապելատակը, պետք է ես իմ ներքին ձայնը ինձ ասում էր ձետ քսի թղթի վրա, բայց չարեցի, անսացի իմ ներքին ձայնը, լավ ասի կպակեմ, ասեմ։ Հիմա մամաջան կներես, բայց Ոսկերնակ ասենք խի ռուլետ էլի, այդքան տենց չգիտեմ, գոնե պեչենի ինչ-որ տենց հեշտ, խի ռուլետ, ու և որ ռուլետ եմ ասում, թե որ սենց բան լինի, ոնց ասեմ, մամայի ինտոնացիան եմ հիշում, ռուլետ սարքեմ, ես ու ախպերս էլ չէ, ռուլետ չենք ուզում, ուրիշ բան ենք ուզում, ուրինչ համով բան, բայց չգիտեմ, մամայս դուր եկել է ռուլետ սարքելու, այսքանը, վերևի շատ արագալին եմ դրամա, ընդամենը իմ հոսանքների դեպքում, մի 20 րոպեում համարյա տենց եղավ, պոկմոտամ, մյուս անգամ ես կիմանա, որ սրա վրա ձետ քսեմ էլի, Okay, հիմա այստեղ որաբա ենք քսում և հատում ենք։ Բաղադրատոմսը ուրեմն 2 ձու, մի բաժակ տեսոք, մի բաժակ էլ չէ, շատ քիչ, քանի որ մուրաբար է լինելու, շատ քիչ եմ լսել, շատ քաղցր չի, էլ ինչ, մածուն մի բաժակ, սոդայով, տենց բացել եմ իրան, և քացախ վանիլ, ալյուրը աչկա չափով, այդքանը, վերջ, և մտածում է 2 հատ սարքեմ, բայց ասի լավ է, հետո մի քիչ հետո էլ բան կսարքեմ, մտածում եք կրեմով էլ սարքեմ, բայց ասի դե լավ դե,
Մյուս անգամ կսարքեմ։ Տենց, այնպես որ սարքեք, եթե ուզում եք, շատ համով է եղել իմ միջարոց։ Ուրեմն մի փոքր չափի բաժակով, տենց 110 միլիանոց շաքարավազ եմ լցրել, բայց շագանակագույն շաքարավազ եմ լցրել, ինքը մի քիչ ավելի քաղցր է։ Մենք այդքան տենց շատ քաղցր չենք սիրում, ու բացի այդ, որ մուրաբան քսելու է, դրա համար բան չեմ արել, շատ պեսոք չեմ արել։ Վրան մտածում եմ սենց կարամել լցնեմ, հեսա որ անեմ, ցույց կտամ մուրաբաս ոնց է քիչ, բայց ոչինչ։ Ոչինչ, ես բետոն լարի վեսը ուտելու է գնան, ամենաուշը վաղը բրծածա լինելու ու ասելու եմ հատը սարքի, տենց, բան է ժողովորդ, ես այսօրվա դրությամբ այսօր շաբաթ է, վլոգը չեմ տեղադրել, իրոք ինձ կներեք, շատ եմ ուշացրել, բայց իրոք որ այնքան հոգնած էի, ես վերջեր շատ եմ ասում հոգնած եմ, դրա համար էլ կներեք, բայց դե իրոք վիճակի չէր, ես տրամադրություն էլ չկար, իրոք տրամադրված էլ չէի վլոգ դնելու, դրա համար մի քիչ ուշացրել եմ։ Էիքա։ Վերջ և փաթաթում ենք, հուսանք լավ կփաթաթվի, փաթաթում ենք, շատ լավ խմոր է եղել, ես սրբիչը մի քիչ թրջել եմ աննշնակ, այ պատրվեց մի քիչ, դրա ոչինչ, մենք մերանցով ենք ուտելու, ուրիշ մարդ չի լինելու, թավա բերեմ, դնում ենք ես թավայի մեջ և վրան ուզում եմ լցնեմ, պատրվեց ժողովուրդ, բայց ոչինչ, այ պատրվեց, ուզում եմ բան անեմ, շաքարի փոշի լցնեմ երևի, շաքարի փոշիշ իսկան ամենացել ու չորացած, աչքի, հարացել է բոժին, այսօր ոչ մի բան չի աշխատում, հելկա, և շոկոլադ և կարամել, հնչորդ, շոկոլադ, ամտիր,
Տենց հիմա սպասենք, որ բետոն գա և սուրճ, ասել ես սուրճ դիր։ Բարած անգել եմ պտի քաշեմ։ Ասի չէ, ասել է կոֆել դիր վերև։ Դա։ Ժողովուրդ մի քիչ փլվել է այս դիմացի հատվածները, բայց նայեք։ Մի քիչ էլ դեկորենց ես տարա տվեցի, քանի որ դեկորս մեզ շատ է օգնում։ Ինչ-որ այս վերջերս ես էր կորա, ես ալարում եմ դուրս գամ, ճիշտն ասած։ Չնայած բաներ կա, որ տղամարդու գործը, ինչ-որ ծանրություն, բան, քաշ տալ բերել տուն, դեկորս մեզ այդ հարցով օգնում է, այնպես որ շնորհակալությունեցի քիչ է իհարկե իր արածի հանդեպ, բայց դե Thanks. Մողջիկնա, իմ շիրուն ողջիկը, իմ լացարը, ոչ մեկին հանգիստ չի տալի, բոլորը սենց զգաստ կանգնած են և որ միելը անցնում է, բոլորը վախենում են, որ իրենց էլ բաժին կհասնի իրա չապալախը, բայց որ սենց գալիս է իմ գրկում դրդրում է, սենց ուզում եմ շիչ-շիչ-շիչ-շտոմ, կոնջ ես, իմ աղջիկը, հա միել, արիվայ, արի, Այս գլուխն է ինձ սենց կպցնում է, ինքը սիրում է, որ իրան սենց տուտուզին տալիս ենք, սենց ինքը սիրում է, նայք, սենց տալիս ենք, բան չի անում, դուրը գալիս է, ողջիկը, շիրուն ողջիկը, Te quiero, miel, te quiero mucho. Մազերը վրես թողեց, ողջույն բոլորին, ուրեմն ես ես մի 2-3 օրա չեմ նկարել, ճիշտն ասած, Вообще չէի կարողանում տրամադրվել, որ հեռախոս միացնեմ ու նկարեմ, քանի որ չգիտեմ, այնքան խառն եմ, նո ոչ թե խառն եմ եղել, այլ և այլն, Okay, ուրեմն բետոյի վիճակը արդեն կամաց, սենց ոնց որ ավելի սենց անցնում է, սենց ոնց ասեմ, թեթևացած է, վարժություններ ենք անում, այսօր 5 շաբթի է, շաբաթ օրը գնալու ենք նորից ֆիզիոթերապևտի մոտ, դենանք ինչ ասում, տենց ու ինչ-որ տենց նորություն էլ չկա ու մի տեսակ չեմ, չէ էլ տրամադրվում միացնեմ, խոսեմ, չգիտեմ, ուղղակի ուզում եմ սենց լռության մեջ մնալ, գուցե
Այս մի քանի ամիսը ասենց դադարներով եմ վլոգներ դնում, բայց պատկերացրեք, որ ոչ մի ձև չեմ կարողանում տրամադրվեմ։ Երևի ինձ հանգստանալա պետք։ Ճիշտ այն ժամանակ, երբ էր մի ամիս ժամանակ վերցրեցի, բայց դե հերիք չէր։ Ուրեմն իմ այդ մարզասրահի տրեները երեք խոսել եմ ու խնդրել էի, որ աջակցի ինձ։ Խնդրեցի, որ էջերում բանը իմ հելունագործության խաղալիքների էջը բանանի։ Էսի դրել էի, որ թափվել էր հանկարծ իմ վրա։ Ինչ անեմ, չկաթի վրես, խնդրել էի, որ իրա էջերում, խմբերում բանը, իմ ինստագրամի էջը տարածի, քանի որ այս բետոն, որ տանն էր, իրա հաշվին էր տանը, այսինքն մեզ բժիշկը թուղթ տվեց, որ ինքը գտնվում է հանգստի ռեժիմում, բայց դա չօգնեց, քանի որ մենք պետքա գնայինք պետական հիվանդանոց, որտեղ գրանցում են ու դե որտեղ որ համագործակցում ահա տենց ապահովագրական հիվանդանոց, որտեղ իրան վիրահատել են ու այդտեղից թուղթ բերելու ժամանակ նոր կարողանար ինքը արձակուրդային ստանա գոնե, բայց քանի որ չգնացինք, քանի որ տենց չստացվեց, մի քիչ տենց ֆինանսական պահով նեղվել ենք ու նես չի, որ սոված ենք, նես չի, որ բան ենք, տենց, չգիտեմ, փող չունենք, հարապես զրոյի վրա ենք, չէ, իհարկե ոչ, փառք Աստծո, Տերը հոգա տանում, ուղղակի այս շաբաթ իմ ամուսին աշխատավարձ չստացավ, անցած շաբաթ ավելի ճիշտ, ու ես փորձում եմ ինչ-որ չափով այդ բացը լրացնեմ, փորձում եմ ինչ-որ հայտարարություններ դնեմ իմ գործերը վաճառելու համար, քանի որ այս բան չեմ կարող էքսպոների դուրս գամ մենակ բետոն այդ վիճակին, պետքա բան ունենամ, այդ վրան ունենամ 2-3-ի վրա ու դրա համար խնդրեցի, որ իմ էջը բանանի, տարածի ու ասեց, որ կարաս բերեց մարզասրահում քո խաղալիքներից դնես, տեսնենք կարում ենք ծախենք, թե չէ։ Հիմա այսօր ես մի քանի բան կվերցնեմ, կտանեմ, դնանք ստացվում է ծախել, թե չէ։ Պես որ եւ որ դու մենակ ես մնում եւ որ դու մտածում ես, որ քո կողքին ոչ մեկ չկա, Աստված նենց մարդկանց է բերում, որ երբեք չէիր մտածի, որ իրենք կլինեն քո կողքին, քեզ կօգնեն, կաջակցեն, ես տրիներին ասացի, եթե մարզասրահը դրանից պետքա ինչ-որ մի տոկոս ստանա վաճառքից, մեծ սիրով, խնդիր չկա, տենց ասեց չէ, արխային, մենակ մի բացակայի շատ ես բացակայում, մարդիկ կան ամեն օր գնում են, ուղղակի ես որ հիվանդացել էի, այդ ժամանակ չգնացի դե մի շաբաթ, տենց օրեր ա լինում, որ չեմ գնում տենց, օրինակ ասենք ես 3 շաբթի զբաղված էի, չգնացի, տուն հավաքել, հաց-մաց սարքել, այս ճուտիկները պրոյեկտը ուզում էի ավարտել, հասցնեի, Էսի մաթոռը ճռճռում է, արդեն նռվես վեազդում, մտածում եմ փոխելու վախտնա,
Սրա սխեման եմ սարքել իսպաներենով, որ տենց թեստեր եմ հիմա դրել է շաբաթվա ընթացքում, մի քանի հոգի, տենց մի 15 հոգի երևի այն խմբում, որ ես տենց լատինոամերիկյան տենց խումբ է, հա, կանայք, տղամարդիկ էլ կան, բայց քիչ տոկոս, բանը կգործեն, թեստ կանեն, եթե ամեն ինչ օքեյ լինի, ամեն ինչ հասկանալի լինի, արդեն կհրապարակեմ անվճար սխեման իսպաներենով, այո, տենց, բանյուր, դրա համար չկարողացա երեքշաբթի օրը գնամ, պետք է նկարեի, տենց կտան գործեր անեի, հիմա շորեր ունեմ լիքը դասավորելու, բայց չեմ կարող տրամադրում, բայց երբեք ինչքան էլ որ դժվար լինի, երբեք մի հուսալքվեք, կգան իրավիճակներ, դռներ կբացվեն, հնարավորություններ կլինեն, կբացվեն, կառաջանան, մարդիկ կգան քո կյանք, որ տեղ կհասկանաս, որ Աստված քեզ երբեք չի լքի, միշտ ինքը քո կողքին է։ Ամեն ինչ անցողի կա ժողովուրդ ու կարևորը լավ լինենք, առողջ լինենք ու առաջին հերթին, որ ամենակարևորն է, հավատք ունենանք առ Աստված, Աստծո հետ լինենք, հավատանք, քանի որ առանց դրա չի լինի ոչ մի բան, տենց, ուրեմն նաև մի բան էլ ասեմ, որ իմ եղբոր աղջիկը ինձ մեկ տենց կոմենտներում գրում է, որ ինքը իմ հոր քուրն է, տենց որոշեմ ինքը որոշել է, որ, ոչ թե որոշել, ես մի անգամ ասել եմ ու հիմա դրանից ինքը ոգևորված է, որ ես գնալու եմ Հայաստան ու մենք իրար հետ վիդեոներ ենք նկարելու ու տենց ինքը ոգևորված է, ինքն էլ է մեկ տենց հեռախոս վերցնում, շատ է սիրում, պարի է գնում, նկարում է իրա պարերը, տենց ու հիմա ոգևորված սպասում է երբ եմ ես Հայաստան գնալու, որ իրա հետ տենց վիդեոներ նկարենք, այնպես որ իրա եղբորս էջով է գրում YouTube-ի, որ իրա կոմենտը տեսնեք, մի հատ լայք դրեք իրան, կամ պատասխանեք, եթե ուզում եք, Իսկ թվում ենք կկարդա, կամ ես իրան կփոխանցեմ, տենց, այսքանը ժողովուրդ, այս պահին չեմ հիշում, արդյոք հարցեր կային, կարծեմ ոչ, ինչ-որ տենց, որ պատասխանեմ, բայց կհանդիպենք արդեն մյուս հատվածում, լավ, այո, նայեք այսքան բրիլոկ ունեմ այստեղ վերևը, այս թելերից, սրանք է պետք է նկարեմ, այս ութոտնուկները, սա այս սխեմայի հիման վրա էի գործել, նև այնց նամակերում, ու այստեղ նայեք, այս մեկը ցույց եմ տվել կարծեմ, էսի գործում եմ, էսի իմ արջուկն է չաղ, այս քանն եմ գործել, ու այս ընթացքում այնքան քիչ եմ գործել, մենակ այս ճուտիկն եմ երևի գործել ու այս արջուկը, մնացել է ձեռները, ոտերը, ականջները, պոչիկը, տենց, ու ներքևն էլ ունեմ, սենց բրիլոկներ, բայց դե սաղ չեմ տանի, պարսա, ամեկից մի հատ, երկու հատ, ամենաշատը, ինիմ են բանն էլ կտանեմ, որ կախենք, հարմար լինի, հետո հավատում եմ, որ լավ կլինի,
պետք է գներել վրեն կպցնեմ, որ տենց հիմա գնամ մի բան ուտեմ, որ գնամ մարզասրահ եւ կամ նստեմ բրելոք կպցնեմ ու ես բանից էլի ու ինչ եւ գներ կպցնեմ, որ հետս տանեմ։ Այստեղ իրականում տենց շատ արևում թելերս, այս թելերը որ, բայց այն basic թելերը երևի պրծելա, այս շագանակագույնից այսքան ունեմ, մեկ է մի պուջուր այսքան ունեմ, այս մեկն է մնացել, սենց այստեղ մեկ էլ կարմիր ու գազարագույն ունեմ, այս ճուտիկներն էի գործում, նու այսի գազարագույն չէ, մանգոյի երանք, այսի գազարագույն, նարնջագույն, այստեղ մի հատ էլ ունեմ ամբողջական եւ կուզենայի նկասենք սրանից էլ վերցնեի, ուզում եմ մի հատ մուգ մանշակագույն վերցնեմ եւ ախոլոտ եմ գործելու, ախոլոտեն չից գտամ, հայերեն չգիտեմ եւ մարմնագույն, բայց դրա համար իհարկե գումարա պետք ու գոնե այսքանը վաճառվի, անտիկ կլինի։ Նու, դեսի լրիվ չեմ տանի, ամեկից մի հատիկ կվերցնեմ։ Տենց, տեսնենք։ Այս թելերով էլ դեռ չեմ գործել։ Ինչ խառնաշփոթ է այստեղ։ Մի քանի վերցրի, մի քանի հատ, սրանցից էլ եմ վերցրի տոպրակները, որ ուզով լինի բանանը։ Տենց քաղաքակիրթ ձևով էլի իրանց տամ, ես էլ եմ հետս տանում եւ հես այստեղ փակեմ ու վերջ։ Մի քիչ հետո դեռ 4:25 է, տենց 5-ին 10 պակաս տենց դուրս եմ գալի։ Ուրեմն մակարոն եմ սարքել, թողում եմ ու գնամ։ Հետ կամ բետոն երևի եկած կլինի, իրան տենց բերում են էլի մոտոյով։ Տենց ոգևորված եմ եւ շատ շնորհակալ եմ։ Այսօր նենց գլխացավ ունեի, առավոտը տենց գլխացավով էի զարթնել, երեկել էր մի քիչ ցավում գլուխս, բայց մի դեղ խմեցի, ճիշտն ասած, հացկերա դեղ խմեցի, բայց եթե անգամ ինչ-որ սենց ծանրացած, գլխացավ, եղել է օրինակ գլխապտույտով եմ գնացել մարզասրահ ու այնտեղ լրիվ մոռանում եմ, ամեն բան մոռանում եմ, ոչ թե տենց ինձ ստիպում եմ, այլ ամեն բան մոռացվում է ու ես չեմ մտածում ոնց եմ այս գլխացավով պարապելու կամ չգիտեմ գլխապտույտով պարապելու, այլ այնտեղ մտածում եմ ոնց եմ ես այդքան վարժություն անելու, ոնց եմ ես քաշը բարձրացնելու ես ու իրականում օրինակ ասենք մարդիկ կան տարիներով արդեն գնում են, դե բացի այն որ իրանք ավելի բարձր քաշ են բարձրացնում, նաև ուրիշ այլ վարժություններ են էլի նշանակում առանց քաշի, առանց այդ շտանգայի, առանց այդ շերների ու դու իրանց հետ հավասար այդ որ սենց ովքեր որ քանի տարի է 4 տարի է այնտեղ պարապում են ու իրանց հետ հավասար պետք է նույն քանակի վարժություններն անես, նույն դժվարության վարժությունները անես։ Իհարկե չի ստիպում, որ չգիտեմ, դու ինչ-որ քեզանից փորձես պետք է 100%-ով անես, այլ չգիտեմ։ Օրինակ ասենք մի հատ վարժություն կա, պետք է ասես ձեռներիդ վրա ոնց որ գետնին, հա, տենց ու ոտքերը վերև
ու ձեռների վրա հենելով պատին, ոտքերը, ձեռների վրա պետքա քայլես, ոնց որ հետ գնաս դեպի պատը, բայց ես չեմ կարողանում շատ, քանի որ ձեռներս, թևերս հələ թույլ է։ Երեք մի քիչ փորձեցի, բայց հուսով եմ ամեն ինչ կբացվի։ Տենց, բայց այն մնացած բաները, որ դու իրանց հետ հավասար անում ես։ Այսքանը։ Այնտեղ կարծեմ լվացք ունեմ փռած, երեք մի քանի 3 կտոր շոր եմ ձեռով լվացել, նու իմ սպորտային հագուստից, գնամ վերեմ տուն, ու մանրից պատրաստվեմ, դեսկանցին շոք այստեղ։ Ողջույն բոլորին, այսօր ուրբաթ է ու ես 8:30 արդարացել եմ, 2-ին եմ պարկել, միշտ ասում եմ այսօր շուտ եմ պարկել, բայց ոչ մի ձև չի ստացվում ու ես միջև տենց ուշ մնում եմ ու ես գիտեի, որ ես պետք է առավոտ շուտ զարթնեմ, երեք ուրեմն գրել եմ իմ ընկերուհի տերեին, որ բաներ է սարքում, էքսպոյից գիտեմ, ճանաչում եմ, տենց սերմերով զարդեր է սարքում, աքսեսուարներ, այստեղ լիքը բան ունեմ, պիստակի գեղև, գրել եմ, ասում եմ, երբ ես գալի տանես, արդեն հավաքել եմ ահագին ունեմ, ահագին քանի ժամանակը չեմ հավաքում, արդեն շուտվանից է տենց, ոչ մի ձև չէր ստացվում գրեմ իրան, որ գա տանի, ու մեկ էլ ինքը գրում է, որ առավոտ ժամը 9-ին, ասում եմ, այսքան շուտ, ու մեկ էլ գրել է, գրասիաս, մերսի, շնորհակալ եմ, ու մեկ էլ ասում է, ժամը 12-ին, ասես չէ, 12-ին ես զբաղված եմ լինել, ծառայություն ունեմ, տենց ավելի լավ է 9-ին, հիմա 9-ը, ասա երևի կգա, իրան կտամ, մտածում եմ ինչ ուտեմ, մի բան ուտեմ, որ պետք է ծառայության մասնակցեմ, թե չէ, որ սոված ծառայության եմ մասնակցում, գլխացավը մոտս սկսում, ու դե ես անոթի կոֆե չեմ խմում, պետք է մի բան ուտեմ ներ, նենց ոտ եմ քնել, մի քիչ լավ չէի զգում, հետո սալմոն էր ժամը, չգիտեմ առավոտ երբ ժամը 5-ից դուրը ճանկռում, կերը քիչ էր, այսօր առավոտը բետան տեքորս ուղարկել, կեր առնելու, խեղճ տեքորս մեկ ստեղ մեկ ընդեղ ենք ուղարկում, ինչ արած, ինչ անեմ, մի օր էլ աստված ոչ են իհարկե, որ մենք կօգնենք, հա չպատմեցի, թե ինչ եղավ, երեկ վաճառեցի, չվաճառեցի, 2 հատ վաճառ, ավելի ճիշտ 2 հատ վերցրել տարան, 2 հատի գումար ինձ տվել են, խաղալիքները, մի հատ աղջիկ ասեց գումար չկա մոտդ, վաղը բաները, պահի մոտդ, վաղը կգամ, ասեցի վերցրու, վաղը կվճարես, վաղը կտաս, հա, եթե չլինեմ, չգիտեմ, այսօր կգնամ, չեմ գնամ, ասացի Ռոսիի մոտ կթողնես գումարը, մեկ էլ Ռոսին վերցրեց մի հատ խաղալիք, մի հատ, բան է տեխոլոտ են, ու բանը, ասեց վաղ էլի կվճարեմ, այնպես որ հիմա չգիտեմ, այսօր գնալու եմ, չեմ գնալու, տեսնեմ, բայց Ռոսին ասեց թող մնամ, կծախենք, ասի, օքեյ, հիմա եթե այսօր գնամ, այդ աղջիկը, որ այսօր պետք է վճարի, մի հատ գորտ է վերցրել, այդ մեծ գորտը, մի հատ էլ ունեմ տանը, դա կտանեմ, եթե չէ, վաղն եմ գնալու, վաղը մի հատ սենց բանի եմ մասնակցելու, ոնց որ իրանք սենց ճկոնության դասա,
ու ես էլ եմ գրանցվել, որ գնամ։ Վաղը շաբաթ առավոտ շուտ ժամը 8-ին պետք է այնտեղ լինեմ, կտանեմ հետս։ Ay ժողովուրդ, դրեմ չի գալու։ Ոնց եմ ջղայնանում, չեք պատկերացնի, ահա որ չեմ սիրում, եւ որ օրինակ ասենք մարդու հետ դու պայմանավորվում ես, ու մի հատ քեզ չեն գրում, որ cancel է եղել։ Խոսքի նախորոք գրեն, որ գիտես չեմ գալու։ Ահա որ չեմ սիրում։ Ու դու սպասում ես, ու մեկ էլ ժամը անցնում, ասում եմ, գրում եմ, ասում եմ, բա երբ ես գալու, քեզ եմ սպասում։ Ասում եմ, կներես, չեմ գալու, հյուր ունեմ։ Ay, welcome to Mexico. Բարի կորուստ Մեքսիկո։ Չգիտեմ։ Ես լավ եմ կերել այսօր բանը, մի հատ տեսա կոֆե դնեմ ու անցնեմ իմ գործերին։ Տենց, որ ծառայություն չունենայի, կգնայի կպարկի կքնեի, նենց վատ եմ քնել։ Գիտեք, մի բան եմ մտածում, որ այս քանի օր տենց մտքերով եմ, որ բանը, որ մեր հայուհիները, ավելի շատ հայուհիները, ինձ թվում է, ինչքան օրինակ ասենք խելացի են։ Օրինակ ասենք տարբեր երկրներից տուրիստ է գալի ու այդ տուրիստի լեզվով խոսում ենք մեր երկրում, այսինքն ռուսերեն, անգլերեն, մի քանի օր առաջ մի հատ վիդեո եմ նայել ու մի հատ արգենտինացի տղա կար, Հայաստանում էր, ռուսերեն լավ խոսում է այդ տղեն, բայց ասաց, որ խանութում մի հատ հայ աղջիկ իր հետ իսպաներեն էր խոսում ու ես այնքան սենց հպարտացա, որ իրոք մեր հայուհիները տենց կարողանում են էլի խոսեն լեզուները ու հետաքրքիր պետք է ասում եք տուրիստը գալիս է քո տուն ու դու իր լեզվով խոսում ես։ Հետաքրքիր է շատ ու իրոք հպարտանալու։ Դրա համար ես շատ եմ սիրում լեզուներ սովորել ու ճիշտ աստեղ չգիտեմ, հələ որ պետք չի եկել իմ լեզուների իմացությունը, բացի անգլերեն էլ ինչ-որ չափով, բայց հուսամ, որ Հայաստանում մի անգամ տենց իսպաներեն խոսել եմ, մինչև Բետոյի հետ ծանոթանալը կարծեմ, վերնիսաժում, չեմ հիշում ում հետ էինք վերնիսաժում ու դասեցի իսպաներեն խոսող մոտիկացա ու սկսեցի իսպաներեն խոսել այդ մեկի հետ անգամ մինչև հիմա Facebook-ում ընկերներ ենք, որտեղից է կարծեմ մեկ տարբեր երկրներից էին ինչ-որ միսիոներական ինչ-որ սենց աշխատանքների համար, կամավորական աշխատանքների, չեմ հիշում, շատ շուտ էր, չեմ հիշում, երբ էր, տենց, ասի միտքս արտահայտեմ, եկեք նաև փակեմ բլոգը, արդեն ինձ թվում է հավաքված կլինի ու ուզում եմ ներողություն խնդրեմ, որ ուշացնում եմ, քանի որ ոչ մի ձև չէի կարողam տրամադրվել, ինչ-որ բան նկարելու, մոնտաժելու, ընդհանրապես ու դրա համար որոշ ժամանակ ինձ թվում է սենց կշարունակվի, մինչև հասկանամ էլի ինչ եմ անում, մինչև իմ ամուսինը կազդուրվի եւ այլն, տենց ու
Բայց շնորհակալ եմ ձեզ յուրաքանչյուրիցդ ձեր համբերատարության համար, որ իմ կողքին եք, որ աջակցում եք, սպասում եք վլոգների, շատ-շատ շնորհակալ եմ ձեր օրինակների համար, թող Աստված ձեզ էլ օրհնի, ձեր տունը, ձեր ընտանիքը, կհանդիպենք արդեն մյուս վլոգում։ Վաղը շաբաթ օրը գնալու ենք թերապևտի մոտ, արդեն ամսի 15-ն է, արդեն դրա մասին հաջորդ դասին։ Լավ եղեք։ Adiós։